Ռուբինյանը կավառում ուրեմն հանրահավաքը վարողներ, դե գյուղերով բաներով պատտվել էին, նորմալ է, բնական է այդ բաները տեղի են ունենում, հանդիպումները, միշտ մարդաշատ են այդ հանդիպումները, ինչքան ինձ հաջողվեց տեսնել, էլի։ Հաջորդ ելույթ ունեցողը մեզ խոստացել է, որ հանցագործները պատժվելու են։ Ռուբինյանի խոսքն է Փաշինյանին խոսք տալուց առաջ։ Հա, շատ լավ է, շատ լավ է։ Այս հաջորդ ելույթ ունեցողը Փաշինյանը մեզ միշտ է խոստացել, որ հանրությանը, որ հանցագործները պատժվելու են, էլի։ Այն մանրամասները, այն բանը ստեղ գրել եմ, էլի ես, որ դատարանները դիմադրում են, հա, Ալեն Սիմոնյանի խոսքերն են տեղ դրած։ Բա ներողություն, այդ ինչև երբ են իրենք պատժվելու։ Այսօր պարոն Սիմոնյանը, Ալենը Սիմոնյան ֆակտորում հարցազրույցի ժամանակ փորձեց շատ լուրջ դիմադրել, էլի, որ իրենք ամեն ինչ կարծես թե արել են, ասենք հնար չեն ունեցել էլի դատարաններին կարգի բերել։ Ես միշտ ջղայնանում եմ, գիտեք, այդ տեսակ սոփեստությունից եւ բանից պատասխանատվությունը ջրելուց, խուրդելուց, ցրելուց, բանը այնպես են մատուցում, թե ուզում եմ ասել, թե ել ենք լսել այս տեսակ խոսակցություններ, թե հոբդի օրենսդիր մարմինը չգնա դատավարություն իրականացնի, ենթատեքստը սա է։ Օրենսդիր մարմինը իր տեղում է, դատական իշխանությունը պետք է արդարադատություն իրականացներ եւ բան է արել, ինչ է անունը, դիմադրել էր։ Հա, այդ մասին չի եղել խոսքը։ Պարոն Սիմոնյան, եթե զահլա ունեք, լսում եք եւ քաղաքացիական պայմանագրի ինչ է անունը, անդամներ, սատարիչներ, օգնողներ, պալասանիչներ, նորոգիչներ, բարեփոխիչներ, այդ մասին չէ խոսքը, որ ազգային ժողովը կամ կառավարությունը պետք է դատավարություն իրականացնի արդարադատ։ Ոչ, արդարադատության համակարգը պետք է բարեփոխվեր այնպես, որ այդ մեքենան շարժվեր, գնար առաջ գործ աներ։ Դա չեք արել։ Եվ որ դա չեք արել, բնականաբար այդ մեքենան չի աշխատելու, ինչքան կարելի է բացատրել։ Իբր չեք հասկանում, էլի։ Իբր չեք պատկերացնում, ինչ չեք արել։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։